Աղաշ ենք վերցնում։ Վերցնում ենք ու այսպես մանրում ենք, այսպես մանրում ենք։ Ոնց որ Պանրխաշ։ Ստել ենք կոչում։ Մի Շատ էս մանր ամբողջ կտորներ չենք անում, այսպես։ Ու սիրուն տասավորում ենք։ Այս ամբողջ կտորը թե հերքել։ Տեսեք, եթե շատ սիրում եք ավելի շատ հացը լինի, ուրեմն հացը շատ անեք։ Եթե պանիրն եք սիրում որ լինի, կամ հավասար։ Հայ ենք, հացն էլ, պանիրն էլ։ Ահա, դասավորեք ամբողջ ափսեն ծածկի, էլի, այդ հատակը չտեսնենք։ Պանիրը այսպես ինչքան հնարավոր է թելքել արեք, որ ինքը տակ չտակ հալվի, Ձեր գյուղի կովերի պանիրն է։ Այո, մեր գյուղի կովերի պանիրն է։ Ճիշտ եմ անում, խնդրում եմ։ Այո, այո։ Ներ։ Լավ մադրենք ու հնարավորինս էլի տարածենք։ Հիմա նորից հաց, նորից հաց։ Այսպես շերտերով բարբերաբար շարում ենք, ասավորում ենք։ Իսկ սա բնորոշ է հիմնականում Շիրակի Շիրակի տարածաշրջանին, այո։ Պանիր ավելացնենք։ Ու նորից հացով ծածկում ենք ու վերջ։ Էլի թել ենք, չէ՞, անի պանիրը, դա էսպես։ Հիմա ասում ենք սոփառացի։ Մեր իսկական, հայկական, մեծ բնորոշ ամեն ինչով, ամեն դետալով, ամեն բաղադրիչով ջուր ենք լցնում։ Ինչքան ենք լցնում։ Մի քիչ այսպես տարածելով լցրեք։ Լավ է։ Միած տեսեք, նայ։ Հիմա ինքը կներծծի էց։ Ավելորդ է, մի քիչ Այն հիմա հասկացա, թե ինչու են խաշ ասում։ Ահա, խաշի փոխանցել։ Ահա։ Ուստա ուտում են տակ վիճակում։ Մի քիչ որ այսպես ջուրը ներծծվի լավաշի մեջ։ Արդեն այդ ջրային զանգված չի լինի։ Տեսնենք։ Շատ հետաքրքիր եմ։ Շատ հետաքրքիր համ մի փոքր պանիրը ձգվում էր։ Այո։ Թելը դարավ ճիլ։ Ահա։ Անմահական։